Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն բոլորին, ես արդեն տեսել եմ բաղադրիչները եւ խորհուրդ եմ տալիս հանկարծ չանջատեք եթերը։ Ողջույն, Համլետ, ինչպես ես։ Շատ լավ դուք։ Շատ լավ, մանավանդ որ գիտեմ սեղանի տակ ինչ կա։ Էլի հետաքրիր բաղադրատոմս, չգիտեմ նախորդները մեր հեռուստադիտողները փորձել են, գնահատական տվել են թե չէ, բայց էսի շատ ֆանտաստիկ բաղադրատոմս է։ Միջերկրածովյան բաղադրատոմսը համեմելու ենք մի փոքր ասիական համերով, մի փոքր հայկական համերով, շատ տենց fusion, մոդեռն կարելի ասել ձևաչափի, հայ իտալական, հայ ճապոնական կամ չինական, չեմ էլ կարող ձևակերպել ճիշտ ձևով ոնց ներկայացնել, հետաքրիր ծովամթերքով, հետաքրիր ուտեստ ենք տակ ունենալու, պարզ բաղադրիչներով, պարզ բաղադրատոմսով, կարճ ժամանակահատվածում պատրաստվող. Դրա համար գնացինք, բայց մի հարց ունեմ։ Դու ինքդ ես ստեղծում այդ բաղադրատոմսերը։ Լինում է որ մենք, այսինքն ստեղծել է ես, ընկերներս համատեղ ուժերով կարողանում ենք կերտել ստանալ նոր համեր։ Ես շնորհակալ եմ, որ քո գաղտնիքը բացում ես մեր հեռուստադիտողին։ Նեցիրով։ Այնպես որ մի քանի վայրկյան հետո կհանդիպենք։ Շատ լավ։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Սկսեցինք, Համլետ։ Պատրաստում ենք։ Ինչ ունենք։ Դե կարևորներից եմ սկսում։ Մառանիկի բլղուրը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Ծովախեցգետին մի փոքր աջիկ է անհրաժեշտ, թարխուն, գլուխսող, մի փոքր սխտոր, գազար, սոյայի սոուս, բուսայուղ եւ կարագ։ Ու իհարկե համեմունքները կօգտվենք էլի մառանիկի համեմունքներից։ Ընդհանուր գործընթացը նախորդ արդեն ջուրը դրել եմ եռալուց հետո արդեն բլղուրը կթրջենք, որպեսզի հասունանա, այդ ընթացքում արդեն նախապատրաստվենք, որպեսզի մեր համեղ ուտեստը ստանանք։ Արի ես կռահեմ, որ բաղադրիչն է հայկական։ Մառանիկի բլղուրը, աջիկան, եւ տարածաշրջանային։ Այո, թարխունը։ Այո։ Գազարը արամուսի։ Տեղը չգիտեմ որն է, բայց էլի կարելի ասել մերն է։ Իրականում թվարկած տեսականում մասով ասեմ, որ բլղուրը նույնպես նախորդ հաղորդումներին էլի օգտագործում էինք նպարեղենի տեսականներ, այս անգամ էլ օգտվում եմ մառանիկից, խոշոր բլղուրն ենք օգտագործում, խոշոր բլղուրն էլ հացատիկային բույսի հիմքի վրա ստեղծված է, այսինքն ցորենի տեսակ է, հասկ է, որը որոշակի ջերմային մշակում անցնելուց եւ աղալուց հետո դառնում է բլղուր։ Էլի մեր տարածաշրջանին բնորոշ Հայաստան, Իրան, Սիրիա, Լիբանան եւ նմանատիպ երկրների ամենօրյա ռացիոնալի մի մաս կազմող բաղադրիչ է։ Ինչու է այսպես ստացվել է երկարաժամկետ պահպանման նպատակով։ Այսինքն դա ապացուցում է այն փաստը, որ մենք ու թվարկածս մի շարք պետությունները իրանք մշտական բնակեցության վայր ունեցող ժողովուրդներն են, որոնք ծմերվա պաշարների համար այս ամեն ինչը հավաքագրել են, քանի որ երկարաժամկետ կացություն ունեցել տվյալ տարածաշրջանում։ Դրա համար էլ մեր մոտ նման տիպ ուտեստները չափից շատ են, հաճարով, բլղուրով, ծավարով եւ այլն։ Դե ինչ անցնենք պատրաստմանը, ձեզ կխնդրեմ, այնտեղ բլղուրը կթրջենք, մինչև բլղուրը կհասունանա, ձեզ կխնդրեմ թարխունի տերերը պոկել, շատ մանր կտրատել։ Ես այդ ընթացքում արդեն անցնեմ սոխի մշակման process-ին։ Այս պարագայում էլ սոխը շատ մանր, խորանարդաձև կտրատելու ենք, որպեսզի տապակենք, հետո ավելացնենք նույն ձևով արդեն կտրատած գազարը ու բոլորը այդ միասին արդեն նախորդ թրջած բլղուրը Գեղեցկություն։ պատրաստենք։ Տեսնեք ինչպես է կտրում։ Ձեռքով փակել եմ, որպեսզի չերևա։ Չէ, վերևից մենք տեսարան ունենք։ Միևնույն է կերևա։ Այստեղ գաղտնիքները չեն պահվում, բացվում են։ Այո, մենք հետաքրիր շատ լավ բաղադրատոմսի գաղտնիք ենք հիմա բացահայտում, որպեսզի տանը փորձեն, զարմացնեն ընտանիքի անդամներին, հյուրերին, այն մարդիկ, ովքեր որ սիրում են ծովամթերք, ու նաև գնահատում են մեր հայկականը, կարող եք համադրել ու հետաքրիր բաղադրատոմս ունենալ։ Այսպես։ Հիմա երեխաս նայելու է, ասի մաման աշխատանքի է գնում։ Եվ տեսնում եմ կանաչի տերևները, պոկում։
Այսպես։ Մեզ հարկավոր է տապակ, հա, տապակելու Հա, ենք։ ես տապակը կմոտեցնեմ, բայց մինչ այդ համ շփվենք, համ նախապատրաստվենք։ Պրոցեսը մի քիչ երկար է տևելու պատրաստման։ Գազերը նույնպես էլի խորանացած կտրատելու ենք։ Ես քերի չէի բերել։ Չէ, քերիչով չենք անելու, ինքը այսպես իտալացիների ասած al dente ձևաչափի տապակ ենք անելու, որպեսզի այդ ամեն ինչ ատամի տակ շատ այնց հաճելի ձևաչափով զգացվի։ Այսինքն թեթև եփված, հա։ Այո, ոչ լիարժեք, ոչ էլ քիչ միջին եփածություն ենք ապահովելու բանջարեղենի մասով։ Դա չի վերաբերվում սոխին, սոխը շատ լավ տապակելու ենք, ոսկե գույն։ Այսպես։ Հետո առանձին մյուս տապակի մեջ կտապակենք արդեն ծովախեցգետին մի փոքր սխտորով, սոյայի սոուսով ու աղով կհամեմենք։ Դեպ ասեմ, ունենք մի քանի տարբերակներ պատրաստման, նմանատիպ ծովախեցգետնի պարագայում դա առանձին ենք տապակելու մատուցենք, այն մարդիկ, ովքեր որ տանը ունեն արդեն պատրաստի մաքրված ծովախեցգետնի պոչեր, կարող են շատ մանր նույնպես կտրատել ու սոխի ու գազար հետ միասին տապակել, այդ ձևաչափով էլ կարող ենք ստանալ ուտեստը, էլի շատ համեղ է ստացվում։ Իսկ տապակում են բարձր կրակի վրա։ Իրականում ցանկալի է բարձր կրակի վրա, քանի որ շատ շուտ է եփման աստիճանի հասնում։ Որպեսզի ռեզինային չլինի, հա, ձիգ։ Ինքը ստրեսային կարգավիճակ որպեսզի չունենա, դրա համար անհրաժեշտ է, որ իրան տապակենք շատ բարձր կրակի վրա։ Եթե նկատած կլինեք, հեռուստատեսությամբ շատ նաև ինտերնետ հարթակներում շատ կան բաղադրատոմսեր, ասիական խոհանոցի, որտեղ չգիտես խի այդ ուտեստները շատ արագ են պատրաստում։ Դա բարձր ջերմաստիճանի ու ոգ ձևով թավաների, տապակների օգտագործման արդյունքում է, որոնք շատ բարակ մետաղից են պատրաստված ու շատ արագ կլորավուն, չէ՞, տեսակ։ Դա նաև դուրսն են, չէ՞, պատրաստում։ Շատ եմ տեսել, փողոցային, այո, այնտեղ շատ են ընդունված նմանատիպ խոհանոցները, փողոցային սնունդը, այսպես ասած, ու այդ ոգ ձևաչափով պատրաստումը շատ արագ է լինում ու բաղադրիչներն են այնպիսին են, որ շատ արագ ջերմային մշակում են անցնում։ Իրականում հնդկական խոհանոցի նման շատ կծու է էլի ու էլի շատ սոուսներով, համեմունքներով, բազմազան համերով հարստացված ուտեստներ են։ Ուղղակի զուտ արդեն տապակի ու ջերմային ճիշտ մշակման արդյունքում ուտեստները շատ արագ են պատրաստվում, 6-ից 7 րոպե տևում պատրաստման գործընթացը։ Դե բնականաբար նախապատրաստական աշխատանքները հաշվի չենք առնում, քանի որ փողոցային այդ street food հասկացության մեջ իրանք նախապատրաստում են, այսինքն բանջարեղենները արդեն կտրած տեղափոխում են այդ վայրը էլի, մեր նման եթերային չի, կտրատում են ու բացատրելով ներկայացնում ամեն ինչը։ Երանի մեր բոլոր ուտեստները 6-ից 7 րոպեում պատրաստվեն։ Հիմնականում ժամանակատար ընթացքը դա բաղադրիչները նախապատրաստելու աշխատանքն է։ Նախապատրաստել, թե չէ եփման process-ը, տապակման process-ը դե իհարկե նայած ինչ ես եփում, ավելի հեշտ է եւ կարճ։ Թխելու մեջ էլ եմ դա նկատել, կշռել ավելի երկար ժամանակ է խլում, քան միանգամից թխելը, չհաշվելով հաշվի չենք առնում թխման ընթացքը։ Այսինքն process-ը հարելը եւ այլն շատ արագ է տեղի ունենում։ Ինձ մոտ ինչ գեղեցիկ է կտրատում։ Ինձ մոտ կանաչին լավ է թե ավելի մանր։ Չէ, լավ է։ Կարող եք էլի ավելացնել։ Մենք շատ թարխունով հարուստ համ պետք է ստանանք։ Մեր ջուրը արդեն եռացել է, ես անջատեմ։ Մառանիկի բլղուրը վերցնենք։ Մառանիկի բլղուրը վերցնում ենք եւ միանում ենք ամանդային։ Ողջույն, ամանդա։ Ողջույն, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Լավ եք։ Ես լավ եմ։ Եկա որ ասեմ, Մառանիկի բլղուրը շատ մաքուր է։ Շատ։ Մեր տատերն ասում էին, ոնց որ տաշերով լվացած լինի։ Իդեպ, ես մեծ կին եմ, բայց չգիտեի, որ բլղուրը այդքան օգտակար մթերք է։
Ինտերնետում կարդացի, որ նպաստում է մարսողությանը, ապահովում է էներգիայով, հագեցնում է քաղցը, հարուստ է վիտամիններով, հատկապես E վիտամինով, որը օգտակար է մազերի, մաշկի և եղունգների աճի համար։ Մի խոսքով բլղուր օգտագործեք, եթե իհարկե սննդային ալերգիա չունեք։ Օֆ, շատ խոսացի, մոռացա, որ պիտի պատմեմ մառանիկի մասին։ Մառանիկն առաջարկում է ձագարեղենի և համեմունքների հարուստ տեսականի, ավանդական և հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շնորհակալություն Ամանդա, շատ շնորհակալ ենք։ Առհասարակ Համլետ, ինչի ենք մենք խոսում Միլկինի մասին, ինչի ենք խոսում Մառանիկի մասին, որպեսզի տեղեկացնենք մարդկանց գրագետ եւ որակյալ մթերքներ, չէ՞։ Այո։ Ես այսպեսի մի բան եմ նկատել, աղբ, վերցնենք աղբը, հա, որքան շատ է քո աղբը, այդքան անիմաստ գումար ես դու ծախսել։ Այո։ Չէ՞։ Երբ որ փոքրիկ է, դու քիչ ես գումար ծախսել։ Յուրաքանչյուր թուղթ, տուփ, այդ ամեն ինչը ավելորդ գումարներ են, որը մենք ամեն օր տանում ենք, նետում ենք աղբամանը։ Եվ մենք տեղեկացնում ենք որակյալ ապրանք, միայն եթե նկատել եք մենք ավելորդ ոչինչ ձեզ չենք ներկայացնում, որովհետև ընտրում ենք, ընտրյալ հատիկ ունի համի գաղտնիք։ Եվ ներկայացնում ենք ձեզ, որպեսզի ավելորդ ոչ մի բան չնետեք աղբամանը, չսխալվեք։ Նույնիսկ ծովախեցգետինը ինչպես մարդը կարող է ճիշտ ընտրություն անել։ Գույնով։ Նայեք, ճիշտ ընտրություն անելու հետ կապված մի քանի գործոններ կան։ Նախ առաջին հերթին, երբ որ ծովախեցգետին եք գնում, ցանկալի է որ այն վերցնեք վակուումային փաթեթավորում ունեցող ծովամթերքները, այսինքն դրանք ավելի մասնագիտացված մոտեցում են եղել դրանց պատրաստման համար, փաթեթավորման ու երկարաժամկետ պահպանություն կարող եք ապահովել։ Կա որ ընդհանրապես սննդային թաղանթով փաթեթավորված է, ու կա որ վակուումային տոպրակով այդպես իրում փաթեթավորված, արտադրողով, երկիրով ամեն ինչով ներկայացված է։ Խորհուրդ եմ տալիս նախ առաջինը գնել այդ, երկրորդ հերթին միշտ գնում եք, եթե խնդրեմ մի հատ ավելի մոտիկից ներկայացնեն, այսպես մոխրագույն ծովախեցգետինները պետք է լինեն այսպեսի մոխրագույն տեսքով, այսինքն նրանք ջերմային մշակում անցած չեն, թարմ վիճակում որսվել են, որից հետո սառեցվել են։ Երբ որ դուք գնում եք ծովախեցգետին, որը գազարի գույնի է կամ ավելի վառ կարմիր գույնի է, դա նշանակում է որոշակի ջերմային մշակում անցած, այսինքն եփման process անցած ծովամթերք։ Խի խորհուրդ չեմ տալիս մասնագիտականորեն բացատրեմ։ Երբ որ այս թարմը ծովամթերքը մեծ քանակությամբ որսում են ու վաճառքը չի իրականանում ու որոշ ժամանակ անց, երբ որ 3-4 օր արդեն այդ մթերքի որակազրկման փուլին է հասնում, նրանք շատ արագ ջերմային մշակում են անցկացնում, եփում են, որից հետո փաթեթավորում են։ Այդ պարագայում խորհուրդ չեմ տալիս, այս ավելի թարմ է, հաշվի առնելով են փաստը, որ մեր երկիրը ծովային տարածք չունի, ներկրում ենք արտերկրից, դրա համար խորհուրդ եմ տալիս այս գույնը ու վակուումային փաթեթավորումը։ Բարի։ Ես բավականին տեղեկություն ստացա, վերջերս գնել էի հակառակը օթեր մեջը եւ հա, չէ, դա պետք չի։ Այդ փաթեթավորումները իրանք արտադրողական տեսակետից կամ փաթեթավորումներ որ ճիշտ են, բայց դա նախատեսված չէ նմանատիպ երկրների համար, որոնք մենակ տեղափոխությունը արդեն իր ժամկետից երկար է տևում։ Երբ որ դա, չգիտեմ, ծովային ինչ-որ մի պետության ծովային ինչ-որ մի արտադրամաս որսացել է, փաթեթավորել է եւ դրել է վաճառքի, դա շատ նորմալ է, բայց երբ որ դա արտահանում են մի քանի հազար կիլոմետր այլ երկիր են տեղափոխում, դա ճիշտ չի, համապատասխան ջերմաստիճան պետք է լինի, համապատասխան փաթեթավորմամբ, ժամկետներով ու տեղափոխությունն էլ ճիշտ խցիկներում, ճիշտ ջերմաստիճանում պետք է լինի, որտեղ նույն պրոդուկտը կարող է ճանապարհին հալել, սառելուց հետո հալել, որոշակի որակազրկում ապրել, նորից բերեն հասցնեն այստեղ, սառեցնեն, նորից տեղափոխություն քաղաքի մեջ կամ մարզից մարզ, որից հետո այդ հալման process-ը լինի, այսինքն այդ ամեն ինչը խնդրում եմ շատ վերահսկողեն թե վաճառողները, թե
Դա էլ է Այն մարդիկ, բավական ովքեր դժվար օգտվում են։ հասկանալ, որովհետև իսկականից դու չես իմանում սառցախցիկով են տեղափոխել, բայց սառցախցիկ տրանսպորտներ մենք ունենք այդպիսի ֆուրեր սառցախցիկով։ Այո, իհարկե ունենք, ուրեմն կարելի է բազմաթիվ ֆիրմաներ, որ այդքան ներկրում են, զուտ տեխնիկական առումով եմ դա ներկայացնում, նույնը նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ մեր խոսակցությունը նաև ձվի մասով գնաց, որ ձուն տեղափոխությունը ոնց է իրականանում ու կատնամթերքը ես ասացի, որ հստակ չեմ կարող ասել պահպանման ժամանակացույցները, քանի որ տեղափոխությունից ինֆորմացված չեմ։ Այո։ Այսինքն ես չգիտեմ դա արտադրամասից 1 ամիս հետո է հասել խանութ, 3 ամիս հետո է հասել խանութ, թե մինչև արտադրամասի թռչնաֆաբրիկայից մինչև փաթեթավորում քանի օր է մնացել պայեսներում, ես դրա մասին ինֆորմացիա չունեմ, դրա համար հստակ չեմ կարող ասել։ Ես իմ մասով ասեմ շոկոլադի մասին, երբ որ բացում եք շոկոլադը խանութից գնված եւ տեսնում եք սպիտակ, դեղնավուն գծիկներ, կետիկներ, դա չի նշանակում, որ շոկոլադը փչացած է, դա նշանակում է, որ տրանսպորտը շատ կամ տաք է եղել, սուրտ է եղել, այսինքն ջերմային յուղերի պատճառով, այո, այս դեպքում կակաոյի յուղի փոփոխություն է եղել եւ դուք տեսնում եք կակաոյի յուղի շերտը, ոչ թե փչացած է։ Չէ, տպավորություն է, որ որտնած է, որովհետև նաև լինում է, որ առանձնանում է, այսինքն եթե դուք տեսնում եք ժամկետի մեջ է, հանգիստ կերեք, այնտեղ ոչ մի ворթիկներ չկան, շոկոլադը այո որտնում է, լինում են ворթեր։ Սա էլ իմ մասով։ Ահա, ինչ ենք անում։ Հիմա ուրեմն կտապակենք սոխը։ Ես տապակը մոտեցնում եմ, տապակում եմ ես ամենը, դուք կտրատել եք ո՞։ Ես պատրաստ եմ, ես կարող եմ սխտորը կտրատեմ։ Սխտորը չէ, սխտորը երկու հատը, երկու մասի են ասած, որ նախորդ հաղորդման որ ասացիք, այսպես ձեռով սիրուն կոտրեք, որ այդպես ենք պատրաստելու, ասիական խոհանոցին բնորոշ ձևաչափ է դա։ Ես մոտեցնեմ տապակը։ Իսկապես շատ արագ, շատ գործողությունը քիչ ավելի կատարվող process է։ Կամ նույն process-ը կատարում ենք էլի։ Եվ ինչպես նկատել եք, ես այս անգամ ոչ թե սառնարանի մեջ եմ պահել իմ միլկիններ, այլ բերել եմ իմ դիմաց, իմ առջև մոտեցրել։ Ու քեզնից հեռու եմ տարել, որ հյուրասիրեմ մեծ սիրով։ Դու կարող ես, անցյալ անգամ դու բալն ես փորձել, այս անգամ հատապտղայինը դու փորձի, ես բալը կփորձեմ։ Եվ մեզ իհարկե միանում է Պամելան։ Պամելա, ողջույն, ինչպես եք։ Բարև, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Հենց տեսնում եմ միլքին եք վայելում, համ տրամադրությունս է բարձրանում, համ էլ ախորժակս է բացվում, այնպես որ շատ լավ եմ։ Իսկ դուք ինչպես եք։ Դե լավ է, որ լավ է, մենք լավ ենք։ Վստահ եմ, միլքինը ձեզ էներգիա կտա եւ դուք սիրող կպատրաստեք հերթական համեղ ուտեստը, այնպես որ մի հրաշալի բաղադրատոմս էլ կավելանա իմ ցուցակում։ Իհարկե։ Դե պատրաստեք, իսկ ես պատմեմ միլքինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, միլքինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ միլքինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլքին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Իդեպ ես եւ Ամանդան մեր տարիքից երիտասարդ ենք երևում, որովհետեւ շատ հաճախ միլքին ենք օգտագործում։ Շատ հաճախ։ Չէ, ես իսկապես սիրահար եմ, ոչ թե հովանավոր է եւ գովազդում եմ, այլ իսկապես սիրահար եմ։ Եթե ես չսիրեի միլքին, ես այսքան չէի խոսի իր մասին, պարզապես կհայտարարեինք, կներկայացնեինք եւ կանցնեինք։ Ես ուղղակի ֆանատ եմ։ Իրականում ասեմ, առաջին անգամ էստեղ եմ փորձել։ Եվ հիմա ձեր տանը թե տանը թե աշխատանքային միջավայրում արդեն միլքինով եմ աշխատում։ Իրականում սա գովաշի, ոնց որ մեր հայտնի ֆուդ բլոգերներից մեկը կասեր, սա իմ անկեղծ կարծիքն է, իրականում լավն է։ Եվ նաեւ եթերից դուրս ասեց, որ արդեն աշխատանքի վայրում տանը, նաև տանը ամբողջ սառնարանը միլքին է։ Մեր տանն էլ է ամբողջ սառնարանը միլքին։
տեղափոխում ենք տապակի մեջ։ Իդեպ ասեմ, դու գիտեր, որ ֆրանսիական խոհանոցում նման ձևաչափով տեղափոխությունը սննդի չի թույլատրվում։ Իրոք։ Այո, եթե բարձրակարգ ֆրանսիական խոհանոցում ենք աշխատում, այսինքն այնտեղ կարգը այդպեսին է, եթե դու կտրատեցիր, դու դանակով բարձրացնում, տեղափոխում ես հյութային մասը ինչ մնաց տախտակին, այդ մնում է այնտեղ ուտեստի մեջ չի ավելանում։ Այնտեղ այդ իրանց խոհանոցային կանոնակարգում այդպես նշված է, բարձրակարգ խոհարարները նման ձև են աշխատում, այսինքն process-ը, երբ որ տախտակը սեղանից վերցնեն, մոտեցնեն ու լցնեն, դա չի թույլատրում։ Այսինքն եթե ես աշխատեի Ֆրանսիայում, ինձ հնարավոր է դրա համար որակազրկեին։ Իսկ դու երբևէ մտածել ես Միշլենյան մրցանակ ստանալու մասին։ Իրականում մտածել եմ, բայց նախ մեր տարածաշրջանը թույլ չի տալիս ներկա պահին, Իսկապես։ Այո, այնտեղ մի ավելի շատ քաղաքական որոշակի կետեր կան, որը չի աշխատում մեր տարածաշրջանի համար։ Ունեմ շատ լավ շեֆ խոհարարներ, ովքեր որ իրոք արժան են Միշլենյան աստղի, թե իրանց անցած ճանապարհով, թե գիտելիքների առումով բազային, բայց իմ պարագայում ես անկեղծ մարդ եմ ու ասեմ, ես դեռ այդ մակարդակի ու որակի չեմ հասել որպես խոհարար, որպեսզի ասեմ, որ ես արժան եմ Միշլենյան աստղի կամ հնարավորություն ստանալու։ Ինչ է պետք դրա համար, որպեսզի հասնել։ Նայեք, այս պարագայում նախ առաջինը ոչ միայն խոհարարից է կախված, իհարկե կարևորագույն գործոնը դա խոհարարն է, շեֆ խոհարարը, ինչպես նաև արդեն ռեստորանային համալիրը, սկսած մուտքից, հյուրընկալությունից, այսինքն ոնց են Միշլենի ներկայացուցիչին դիմանում, իրականում Միշլենի ներկայացուցիչին ոչ մեկ չի իմանում, որ դա Միշլենի ներկայացուցիչ է։ Դա մարդիկ են Միշլենի կողմից, ովքեր կարող են մոտենալ այդ տվյալ ռեստորան, ուտել, գնալ, մի շաբաթ 10 օր հետո ու հրավիրել ասել։ Բայց խոհանոցում արդեն գիտեք, որ եկել են, հա, եւ խնդեղ խզես մոտ խոճապ է սկսվում։ Կախված է թե ոնց է այդ ամեն ինչը, կա Միշլենյան տարվա մրցանակաբաշխություն, երբ որ ներկայացնում են, որ հավակնում է այս ռեստորանը Միշլենին։ Ու կա, որ հենց զուտ այցելության հիմքի վրա է, այսինքն մարդով մոտենում է, բնականաբար ներքին կապերով, չգիտեմ ոնց, նմանատիպ ռեստորանները արդեն հասնում են տեղեկացած լինել, հստակ օր ու ժամ չգիտեն, բայց տեղյակ են, որ մոտ ժամանակն է Միշլենի այցելություն կունենան ու ավելի այդպես զգոն են աշխատում։ Այնտեղ հյուրընկալությունից սկսած թե ոնց են դիմավորում, ոնց են մոտեցնում, նստացնում, ինչպես են մատուցում, ուտեստը ինչ համ ունի ներկայացվածից, ոնց են ներկայացնում ուտեստը ու ներկայացրածին համապատասխան համը ունի թե չէ, մաքրությունը, այդ ամեն ինչին իրանք հաշվ են առնում, որպեսզի աստղերը տան։ Իսկ մենք ունենք նմանատիպ, բայց մեր հայկական տարբերակը, կան այդպիսի տեսուչներ։ Նմանատիպ ոչ թե տարբերակը, այլ Սեդրակ Մամուլյանի Հայաստանի խոհարարների հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպությունը ունի մի շարք փուլեր, որտեղ անցկացնում ենք միջոցառումներ, որի արդյունքում ինչ-որ նոմինացիաներում հաղթողներ են ճանաչվում, ռեստորանը, խոհարարը, թիմը եւ այլն, այդ ձևաչափով ենք անում, բայց ցավոք դեռ մեր հանրապետությունում պետական մակարդակի վրա դա չենք հասցրել, ինչպես օրինակ Ֆրանսիայում է դա արվում կամ Իտալիայում է, որպես մշակույթի եւս մի մաս, խոհանոցին այդքան մեծ ուշադրություն դեռևս չեն ընձեռնում։ Շատ վատ է, որովհետեւ Հայաստանի մեր խոհանոցը բավական համեղ է, բավական որակյալ է։ Ես աշխարհում որ երկրում եղել եմ, ես միշտ ասել եմ, չէ, մեր հայկական ռեստորանների ուտելիքը այլ է։ Թե ուտելիքը, թե սպասարկման եւ սպասարկումը, այո, եւ ցավոք, որ դա մեզ մոտ դեռ զարգացած չէ, բայց ես կարծում եմ, որ կամաց մարդիկ մենք էլ այդ հույսով այդ շատ արագ պայքարով զարգացումներ ենք ապրում տարբեր ոլորտներում եւ կարծում եմ, որ այս ոլորտն էլ կզարգանա։ Փոփոխություններ շատ կան, համեմատած եթե 10 տարի հետ գնանք, այն ժամանակատվածի ներկայիս ռեստորանային ոլորտի մեջ շատ տարբերություններ կան ու դրսից եկող տուրիստներն էլ շատ անգամներ գովաբանում են մեր մոտեցումը, թե սպասարկման առումով, թե սննդի առումով, այսինքն մեր ամեն մի ռեստորանը Եվրոպայի Միշլենյան ռեստորանին հավասար ձևաչափով փորձում ենք աշխատացնել սպասարկումը, ինտերիերը, սեղանների որակը, աթոռների որակը, մաքրությունը, հավասար չէ, ավելի բարձր է։ Եթե այնտեղ 10 ռեստորանից մեկն է, որ կարելի ասել Միշլենյան ռեստորան է, թե սպասարկումով, թե բանով, մեր մոտ գրեթե բոլորն են այդպիսին։ Այո, իսկապես։ Տապակման process-ը կատարում ենք։ Այս արդեն մեր մոտ բլխուրը ինչ վիճակի է, ֆանտաստիկ։
Ասում եմ չկա սրա նման։ Չկա չէ՞ մառանիկի նման, այո։ Իրականում շատ մարդիկ մտածում են որ բլղուրը հենց ինքը իրենով այդպես նպարեղենի տեսակ է, բայց կա բլղուր մանր, բլղուր խոշոր ու միջին, դա նորից եմ բացատրում հացահատիկային բույսի տեսակ է, որը որոշակի մշակումներ անցնելուց ստանում է համապատասխան չափերն ու ձևաչափը։ Ու ամեն մեկը իր համար ուտեստների համար նախատեսված է, այսինքն այս խոշոր բլղուրով խորհուրդ չեմ տալիս թաբուլե պատրաստել, մանր բլղուրով էլ խորհուրդ չեմ տալիս նման տաք ուտեստներ պատրաստել։ Այսպես Տեղափոխում ենք արդեն եփված բլղուրը սոխի եւ գազարի վրա։ Ես գործ չունեմ անելու։ Այնքան դուք նայեք։ Ահա, այնքան հեշտ հարցերը տվեք, պատասխանեմ։ Եվ նաև ես զոմայելվում եմ, որովհետև դու շատ գեղեցիկ ես աշխատում Համլետ։ Դա էլ է իհարկե մեծ գիտություն, գեղեցիկ աշխատելը։ Ես պարզապես կողքից կնայեմ եւ կհիանամ։ Իրականում եթե հասկացաք ինքը բաղադրատոմսը շատ հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ բաղադրատոմս է։ Ասեմ ավելին, ես գազարը անգամ քիչ եմ արել, այստեղ մի քիչ ավելի շատ որ լիներ, գունային գաման ավելի սիրուն կլիներ։ Էլի սիրունը։ Մինիմալիզմն էլ է սիրուն։ Այսպես, ես սա գողանամ։ Հիմա արդեն սխտորը կարող եք անել, ոնց որ խնդրել էի։ Երկու սխտոր։ Հա։ Երկու սխտոր։ Ենթարկում ենք պրեսի։ Ենթարկում ենք պրեսի, որպեսզի համերը բացվեն։ Հիմա հաջորդ տապակը որ մոտեցնեմ, արդեն դա կլցնենք, որպեսզի տապակենք մեր ծովախես գետին։ Լավ պրեսեցի։ Իրականում ասեմ բասային շրջանում, որպես բասային ուտեստ կարող են պատրաստել առանց ծովամթերքի ու առանց կարագի, էլի շատ համեղ է։ Հարցես ոչինչ չմնաց։ Հարցեր չունեք։ Չէ, հարցեր այսօր չունեմ։ Եթե դուք ունեք հարցեր, գրեք YouTube-յան կանալում, մենք էլ կպատասխանենք։ Սիրելի հեռուստադիտող, գրեք մեր YouTube-յան ալիքում, մենք կարդում ենք եւ անպայման ձեր ցանկությունները կիրականացնենք։ Կպատրաստենք այն, ինչ դուք կցանկանաք։ Եվ հիմա դուք կարող եք ձեր էկրաններին տեսնել բաղադրատոմսը, անպայման նկարեք, որովհետեւ հավատացեք, որ այն ինչ պատրաստում է Համլետը, դա ամենահամեղն է։ Եվ տանը կարծես կարող եք վայելել, ինչպես ռեստորանում եք վայելում, այդպիսի ուտեստներ են պատրաստում ձեզ համար։ Իսկ մենք կմիանանք մի քանի վայրկյան հետո, մի թեթև սեղանը հավաքենք եւ շարունակենք։ Ես անհամբեր սպասում եի աջիկայի պահին, որ փուլում եք օգտագործելու։ Աջիկան վերջի պահին ավելացնում ենք մի փոքր։ Ահա։ Խառնում ենք, որպեսզի այդ պղպեղի հետաքրքիր համնել ինքը փոխանցի։ Մեզ մնաց սխտորը, սոյայի սոուսը Եվ ծովախես հեսա առանձին դրանք էլ ենք տապակում ու բոլորը միասին արդեն մատուցում ենք։ Գեղեցկություն։ Իսկ գույնը չի փչանա սոյայով։ Սա առանձին ենք տապակելու սոյայով, սրա հետ մատուցել ենք։ Առանձին։ Ես ափսեներ բերեմ, հա։ Այսպես, բլղուրը պատրաստ է։ մոտեցնեմ։ Մյուս տապակին ավելացնում ենք էլի բուսայուղ։ Կարակ։ Չէ, այս պարագայում կարակ չենք օգտագործում։ Այսպես։ Ծովախեցիները
Մաքրում ենք։ Հեռացնում եք աղիքը, Այո։ դրա համար է կտրված կանում։ Բացի աղիք հեռացնելը նաև այդպես էսթետիկ սիրուն տապակելուց հասցնում է եփվել։ Համայն փունջը ստանալ, եթե նկատած կլինեք ռեստորաններում եւ նույնտիպ վայրերում նման ձևով են։ Ինչ էր Մաքրում։ խավիարներ իրա։ Չէ, աղիքին մասին է զուտ մաքրում ենք, սա կտրեցինք։ Բեխիկներ։ Սա տակացել է դրանք մի կողմ։ Բեխիկնա չես։ Այո։ Սպիխկո։ Տակիրը իրան ինչի էր պետք է սկան մեծ աչքեր։ Որպեսզի լավ տեսնի։ Իսկ դու գիտես սովի մեջ իրենց ովքեր են ուտում։ Ջանգես։ Կենթանիներ։ Ցամաքում գիտեմ որ մենք ենք, ծովում։ Ծովում չգիտեմ։ Դրանց սննդը։ Մասկան բավական է։ Ավելացնում ենք սխտորը, արագ տապակում ենք։ Ինչ եմ խոսում։ Անմիջապես։ Ոյ։ Այդ սխտորն էր, ոչինչ։ Սոյայի սոուսը վերջում, հա, ամենավերջում Համարյա վերջում։ Սա դեսերտը մեր վերջում եւս մեկ անգամ։ Ծովմտրիկից հետո միայն։ Ուզում եմ ինչ-որ բան ասել, բայց չեմ կարողանում։ Գնահատեք դուք ինքներդ։ Իսկապես գնահատեք, պատրաստեք հենց Համլետի բաղադրատոմսով եւ խնդրում եմ ձեզ գրեք YouTube-յան ալիքում ձեր կարծիքը, եթե պատրաստել եք, բայց պատրաստեք անպայման, որովհետեւ նմանատիպ ուտեստներ դուք ռեստորաններում էլ չեն ուտի, չէ։ Չկա ոչ մի ռեստորանում այսպիսի բաղադրատոմսով ուտեստներ։ Հիանում եմ ես, հիանում։ Ոնց է սիրում իր գործը։ Հենց մատուցելուց է երևում։ Մի տեսակ ափսոսում եմ, գիտես։ Առանց ափսոսալ։ Սա պարզապես Փորձեք։ ամսագրի մեջի նկար կարծես լինի։ Փորձում ենք։ Իրականում պարզ բաղադրատոմս է։ Թարխունը ինչ հետաքրքիր համ տվեց։ Ես սպասում եմ դու ուտես, որ տեսնեմ խծովախեց գետինը ինչպես են ուտում։ Չստացվեց։ Հրաշք, պատրաստեք տանը և զարմացրեք ձեր ընտանիքի անդամներին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, շնորհակալություն։ Խնդրեմ, ինչ նոր հանդիպում։ Ինչ նոր հանդիպում։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։